Ես եմ շնորհակալ, այո։ Կարևոր թեմաների եք անդրադառնում։ Մի քանի թեմաներ ավազնացրել եք այսօրվա համար, բայց եթե թույլ կտաք միայն այս մեջբերումը անեմ, արդեն սրա հիման վրա խոսելը հաստատ շատ բան կա։ Մեր համար հայրենիքը եղել է Հայաստանը, պետությունը եղել է Թուրքիան, Օսմանյան կայսրությունը, ասում է Նիկոլ Փաշինյանը իր իրական Հայաստանի մասին բանախոսությունների ժամանակ։ Խնդրեմ։ Տեսեք, ես պիտի սկսեմ Լևոն Զուրաբյանի դիտարկումից, ես ենթադրում եմ սա ասել է նաև, որ ինքը եւ իր կինը որոշել են կրթել հասարակությանը, կրթել են նորաձև է իդիոտիզմի շրջանակում։ Եվ այս մարդը, ինչպես Լևոն Զուրաբյանն էր ասում, երկու թերուս նկատի ունենալով Նիկոլ Փաշինյանին եւ իր կնոջը որոշել են այս ընթացքում, երբ որ երկիրը այլևս կանգնած է վերջնական փլուզման եզրին, իսկ ես ձեզ այսօր ուղղակի փաստերով եմ ներկայացնելու, թե առաջիկայում ինչ է սպասվում Հայաստանին, այս մարդիկ որոշել են այն խրախճանք ժանտախտի պահին ֆորմուլայի շրջանակում զբաղվել իդիոտ, զբաղվել տհաս, զբաղվել տգետ բաներով, երբ որ ինքը ասում է, որ հայրենիքը Հայաստանն է, պետությունը Թուրքիան, սա հերթական ահազանգն է, սա հերթական մահազդն է, որ շատ շուտով չի լինելու Հայաստանի Հանրապետություն եւ Հայաստանի 4-րդ հանրապետությունը որպես պետություն լինելու է Թուրքիայի վասալային վերահսկողության ներքո։ Հիմա անդրադառնանք այն զարհուրելիին, որը մեզ սպասվում է առաջիկայում։ 3 օր է Նիկոլ Փաշինյանը 2 ժամը 1 պարբերականությամբ Facebook-յան իր էջում անում է հետևյալ գրառումը, բառացի մեջբերում եմ. Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է եւ սպասում է ստորագրման։ Հետո գրում է. Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը համաձայնեցված է եւ ես Ալիևին առաջարկում եմ սկսել խորհրդակցական գործընթացներ ստորագրման շուրջ։ Դրանից մի քանի ժամ առաջ նույն Նիկոլ Փաշինյան իր Facebook-յան էջում գրում է. Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը համաձայնեցված է եւ ես պատրաստ եմ ստորագրել խաղաղության համաձայնագիրը։ Դրանից էլ մի քանի ժամ առաջ Նիկոլ Փաշինյանը իր Facebook-յան էջում գրում է նորից նույն տեքստը. Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը պատրաստ է, ես պատրաստ եմ ստորագրել տեքստը, ես դիմել եմ մեր պաշտպանության նախարարությանը հրադադարի որևէ ռեժիմի խախտում չլինել։ Ահա այս միտքը Նիկոլ Փաշինյանը հանձնարարում է, որ տարբեր կալիբրի իր ենթակաները Արայիկ Հարությունյանից սկսած մյուս ավելի փոքր չինովնիկներով սկսած պարբերաբար տեղադրել հարց է առաջանում, ինչի է Նիկոլ Փաշինյանը 3 րոպեն մեկ գրում, որ համաձայնագիրը պատրաստ է եւ ես պատրաստ եմ ստորագրել։ Շատերը ասում են երևի գժվել է։ Չէ, Նիկոլ Փաշինյանը չի գժվել, հավատացնում եմ ձեզ, իհարկե, եթե մենք նայում ենք, որ երկրի վարչապետը կես ժամը 1 նույն տեքստը դնում է իր էջում եւ ասում է պատրաստ եմ ստորագրել, համաձայնագիրը պատրաստ է, առաջարկում եմ Ալիևին ստորագրել, 2 ժամ հետո նորից նույնը գրում է, 3 ժամ հետո նորից նույնը գրում է, նույն տեքստը ստիպում է, որ տարածեն իր բոլոր ենթակաները, առաջի տպավորությունը կարող է օբյեկտիվորեն եւ լեգիտիմորեն լինել, որ ինքը գժվել է, բայց չէ, ինքը չի գժվել, սա շատ ավելի վատ բան է գուժում, իսկ սա գուժում է այն, որ լինելու է նոր պատերազմ եւ նոր պատերազմից իր ձեռքերը լվանալու համար Նիկոլ Փաշինյանը ժամը 1 գրում է, որ ես խաղաղասեր եմ, ժամը 1 հոլովում է խաղաղություն բառը, ժամը 1 գրում է, որ համաձայնագիրը պատրաստ է, ես պատրաստ եմ ստորագրել, հրաշալի իմանալով, որ ադրբեջանական կողմը արդեն քանի օր է հայտարարում է, որ չի ստորագրելու Ադրբեջանը խաղաղության որևէ պայմանագիր։
Որովհետև 3 օր առաջ Ադրբեջանի նախագահ Ալիևը հայտարարեց, այո, խաղաղության պայմանագիրը պատրաստ է, բայց խաղաղության պայմանագրի ստորագրման նախապայմաններ կան եւ թվարկեց բոլոր այդ նախապայմանները։ Հիմա ես թվարկում եմ նախապայման 1. Չի ստորագրելու Ալիևը ոչ մի խաղաղության պայմանագիր, մինչև Հայաստանը չփոխի իր սահմանադրությունը։ Նախապայման 2. Չի ստորագրելու Ալիևը խաղաղության որևէ պայմանագիր, մինչև Հայաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման պահանջով չդիմի ԵԱՀԿ Մինսկի խմբին։ Նախապայման 3. Չի ստորագրելու Ալիևը խաղաղության որևէ պայմանագիր, մինչև Հայաստանը միջազգային բոլոր ատյաններից, տվյալ դեպքում Մարդու իրավունքների եվրոպական դատարանից եւ ամենակարևորը, ինչը Ալիևի համար ամենասկզբունքայինն է, Հաագայի արդարադատության միջազգային դատարանից հետ չկանչի Ադրբեջանի դեմ բոլոր հայցերը, որովհետև ամենաշատը Ալիևին կաշկանդում է 2023 թվականի նոյեմբերի 17-ին արդարադատության միջազգային դատարանի որոշումը, որ Ադրբեջանը պիտի ապահովի անհրաժեշտ պայմաններ արցախցիների իրենց բնակության վայրեր ապահով վերադարձի համար։ Նախապայման հաջորդ չի ստորագրելու Ադրբեջանը որևէ խաղաղության պայմանագիր, որովհետև Ալիևը որպես նախապայման նշել է նաև 300,000 ադրբեջանցիների վերադարձը Հայաստան, ինչը Ալիևը որակել է որպես արևմտյան Ադրբեջան։ Նախապայման հաջորդ չի ստորագրելու Ալիևը որևէ խաղաղության պայմանագիր, որովհետև Ալիևը նշել է, որ պետք է դրվի Հայաստանի կողմից փոխհատուցման հարցը 30 տարի Ադրբեջանի տարածքները շահագործելու համար եւ որպես նախնական թիվ վերջնական հանրագումարը այս պահին, որով Ադրբեջանը դիմել է միջազգային կառույցներին, դա 60 միլիարդ դոլարն է, բայց Ադրբեջանը Ալիևը դրսևորում է բարի կամք այս փուլում եւ ասում է, որ այս փուլում խոսքը 11 միլիարդ դոլարի մասին է։ Նախապայման հաջորդ չի ստորագրելու Ալիևը խաղաղության որևէ պայմանագիր, ինչպես Ալիևն է ասել, Հայաստանը չդադարեցնի հերոսացնել մեզ համար ռազմական հանցագործներին։ Դա ասելով նկատի ունի Մոնթեին, նկատի ունի Արցախյան առաջին եւ երկրորդ պատերազմների հերոսներին, Արցախի համար զոհվածներին եւ նկատի ունի նաեւ մեր այն ազատամարտիկներին, ովքեր կռվել են հայրենիքի, մեր հայրենիքի Արցախի համար եւ նաեւ մեկ այլ նախապայման է առաջարկում Ադրբեջանը խաղաղության պայմանագրի ստորագրումից առաջ Հայաստանը պիտի դադարեցնի զինվել, ռազմականացվել եւ պիտի հանձնի զենքերը։ Դուք պատկերացնում եք այսքան նախապայմանը առաջադրում Ալիևը, որը նշանակում է, որ որևէ պարագայում Ադրբեջանը չի ստորագրելու խաղաղության պայմանագիր եւ եթե դրան գումարում ենք Գերմանիայի արտաքին գործերի նախարար Բերբեկի հայտարարությունը, որ ես ողջունում եմ, որ Հայաստանը գնաց համարձակ զիջումների, են որ ասում աստեղ ուշադիր եղեք բառը, զիջումների, չասեց փոխզիջում, որպիսի Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը կայանա, նշանակում է նույնիսկ են վասալային ստրկատիրական զիջումները, որ արել է Նիկոլ Փաշինյանը, որպիսի ընդամենը Ալիևից պոկի մի թուղթ, որի վրա գրված է խաղաղություն, որպիսի կարողանա ժողովրդին ուտացնել խաղաղություն բառը, դա եղել է հայկական կողմի բացարձակ զիջումների հաշվին, նույնիսկ այս դեպքում Ադրբեջանը չի ստորագրելու խաղաղության որևէ պայմանագիր։
Եվ իդեպ նաև այստեղ ավելացնում ենք նաև Հիկմետ Հաջիևի մի քանի անգամ այլևս արված հայտարարությունը, որ Հայաստանը, եթե ուզում է խաղաղություն, Ադրբեջանին պիտի վերադարձնի Արցախյան պատերազմի ռազմական հանցագործներին, նկատի ունի իրենց համար ռազմական հանցագործներ են այսօր Բաքվի բանտում դատվող մեր ռազմագերիները, ինչպես նաև Հայաստանի նախկին նախագահները, երկրորդ նախագահը, երրորդ նախագահը եւ Արցախյան ազատամարտի բոլոր մասնակիցները։ Եվ ուրեմն մենք այսօր ունենք մի իրավիճակ, որ կրկնում եմ, որևէ պարագայում Ադրբեջանը ոչ միայն չի ստորագրելու խաղաղության պայմանագիր, այլ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի եւ դրա համար արդեն մեկ շաբաթ է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ստահոդ տեղեկատվություն է տարածում, այսօր առավոտյան են տարածել, որ Հայաստանի զինված ուժերը խախտել են հրադադարը, կրկնում եմ, դա անամոթ եւ լկտիսուտ է։ Եմը դիտորդները, ովքեր տեղակայված են սահմանին, ամեն անգամ հաստատում են, որ նման հրադադարի խախտում չի եղել, բայց այս հայտարարությունները Ադրբեջանին պետք է նոր պատերազմ սկսելու համար եւ ինչի համար էլ Նիկոլ Փաշինյանը 3 րոպեն 1 նույն տեքստը նույն շարադասությամբ, նույն կետադրությամբ, որ տեքստը պատրաստ է խաղաղության համաձայնագրի, ես պատրաստ եմ ստորագրել, որպիսի շատ մոտ ապագայում Ադրբեջանի հերթական ռազմական էսկալացիայի դեպքում ժողովուրդ նստի եւ ձեզ ասի, որ տեսակ ես քանի անգամի մեջում գրեցի, որ բերեք թուղթը ստորագրեմ, Ադրբեջանը չհամաձայնեց, որովհետեւ Նիկոլ Փաշինյանի այս ժամը 1 նույն տեքստը գրելու հասցեատերը Ալիևը չէ, որտեվ Ալիևը ասել է, չեմ ստորագրելու ես խաղաղության պայմանագիր, միջև դու այս բոլոր նախապայմանները չկատարես։ Նիկոլ Փաշինյանի ժամը 1 նույն տեքստը գրելու եւ ասելու գրիչը ձեռս պատրաստ է, ես պատրաստ եմ ստորագրել տեքստի հասցեատերը, միջազգային հանրությունը չէ, որովհետեւ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ բանակցությունները տեղափոխվեցին առանց որևէ արտաքին երաշխավորի տետ-ատետ համակարգ, Ադրբեջան եւ Հայաստան տետ-ատետ ֆորմատ եւ այստեղ որևէ միջազգային հասցեատեր, ոչ արևմուտքը, որը այլևս իդեմս Թրամփի նոր վարչակազմի թքած ունի Նիկոլ Փաշինյանի բոլոր դեգերումների եւ բոլոր բանտիկների վրա եւ ոչ էլ Ռուսաստանը չեն եւ ուստի եւ Նիկոլ Փաշինյանի 3 րոպե 1, adekvatությունը կորցրած մարդու նման նույն տեքստը գրելու հասցեատերը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն են, որոնց վրա նա պիտի սաղացնի հերթական պատերազմը, ասելով բա չեք կարդացել, ես գրել էի տեքստը պատրաստ է, բերեք ստորագրեմ, Ադրբեջանը չհամաձայնեց։ Ավելին, 3 Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հեգնեց Նիկոլ Փաշինյանին ձեռ առավ, ասելով Հայաստանի վարչապետը ինքը իրան դնում է շոքեքարշից առաջ, ասենք, այսինքն վազում է առաջ, բայց մենք ասել ենք, չի ստորագրվելու համաձայնությունը, պայմանագիրը խաղաղության, միջև Հայաստանը չկատարի ահա այս բոլոր պահանջները եւ առաջի քայլը սահմանադրության փոփոխությունն է, երկրորդ քայլը ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումն է, երրորդ քայլը, ինչպես ասեցի, միջազգային բոլոր ատյաններից Ադրբեջանի դեմ ուղված հայցերը հետ կանչելն է։ Հիմա անդրադառնանք կարևորներից մեկին, հերթով կգանք միջազգային բոլոր հայցերը միջազգային ատյաններից, տվյալ դեպքում Մարդու իրավունքների եվրոպական դատարանից եւ Հաագայից հետ կանչելն է։ Այս ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, եթե Նիկոլ Փաշինյանը համարձակվի առանց հանրաքվեի, առանց արցախցիների մեջ
հարցում անցկացնելու միակամ, միանձնյա որոշում կայացնի միջազգային բոլոր կառույցներից հետ կանչել Ադրբեջանի դեմ ներկայացված հայկական հայցերը, որոնք բոլոր շանսերը եւ բոլոր հնարավորությունները ունեն հաղթելու, Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Սահմանադրությամբ կկատարի հերթական պետական դավաճանությունը, որովհետև նույն Նիկոլ Փաշինյանն էր 2019 թվականին հայտարարել, որ ես իրավասություն չունեմ Արցախի հարցով որևէ քննարկման մասնակցելու, որովհետև արցախցիները ինձ նման մանդատ չեն տվել եւ հիմա հարց է առաջանում, որ արցախցիները քեզ մանդատ չեն տվել իրենց վերաբերյալ բանակցություն վարելու, այդ որ արցախցին է քեզ մանդատ տվել, որ դու հետ կանչես օրինակ Հաագայի դատարանի հայցը, որի որոշումը այլևս կա եւ որոշման մեջ գրված է, որ Ադրբեջանը պարտավոր է ստեղծել բոլոր պայմանները արցախցիների ապահով վերադարձի համար։ Բա դու ասում էիր, չեն տվել արցախցիները ինձ մանդատ իրենց վերաբերյալ որոշում կայացնելու եւ ասում եմ, սիրելի հայրենակիցներ, թույլ չտաք, որ Նիկոլ Փաշինյանը մեր փոխարեն որոշում կայացնի միջազգային ատյաններից հետ կանչելու բոլոր հայցերը ռազմական հանցագործ Ադրբեջանի դեմ, հետ կանչելու ցեղասպանական հայցերը, հետ կանչելու մեր որդիներին կենթանի գլխատած եւ նրանց գլուխներով գնդակ ֆուտբոլ խաղալու հայցերը, հետ կանչի 23 թվականի սեպտեմբերյան Արցախի էթնիկ զտման հայցը, հետ կանչի քիմիական զենք ֆոսֆորով մեր զինվորներին եւ քաղաքացիական անձանց սպանելու հայցերը։ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Սահմանադրությամբ նման որևէ իրավունք եւ որևէ իրավասություն չունի Արցախի վերաբերյալ որևէ հայց հետ կանչելու միջազգային ատյաններից։ Եվ ի դեպ, ինչ կլինի, եթե Նիկոլ Փաշինյանը այդուհանդերձ մենք թույլ տանք, չհասցնենք նրան հեռացնել եւ նա միանձնյա որոշում կայացնի միջազգային ատյաններից այդ հայցերը հետ կանչելու, արդյունքում կլինի այն, որ մենք ընդունում ենք որպես պետություն, մենք ընդունում ենք մեզանից յուրաքանչյուրը որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որ Ռամիլ Սաֆարովը ճիշտ է արել, որ մորթել է Բուդապեշտում խաղաղ քնած հայ սպա Գուրգեն Մարգարյանին, որ Ադրբեջանը ճիշտ է արել սեպտեմբերին 3 օրում դատարկելով Արցախը, որ Ադրբեջանը ճիշտ է արել, որ մորթել է, սպանել է, ողջ մաշկահանել է հայ ազատամարտիկ կանանց, եւ եթե Նիկոլ Փաշինյանը միանձնյա որոշում կայացնի հետ կանչելու բոլոր հայցերը, դա կնշանակի, որ այլևս Արցախի թեման ընդմիշտ փակված է եւ արցախցիների վերադարձի թեման փակված է։ Դուք պատկերացնում եք Շվեյցարիայի դաշնային խորհուրդը ընդունում է բանաձև կոչ անելով արցախցիներին եւ ադրբեջանցիներին ստեղծել հարթակ, նստել, բանակցել արցախցիների վերադարձի վերաբերյալ, Նիկոլ Փաշինյանը ասում է ոչ, ես հետ եմ կանչելու միջազգային բոլոր հայցերը եւ դրանով իսկ փակում է երբևէ որևէ ժամանակ արցախցիների վերադարձի Արցախ եւ ընդհանրապես Արցախի հարցը։ Եվ ի դեպ, ամենակարևորը, այսքան զիջելուց հետո, սիրելի հայրենակիցներ, հարց ուղղեք ինձ, կա արդյոք պայմանագրում, որը ի դեպ Նիկոլ Փաշինյանը համառորեն չի հրապարակում։ Դե հիմա նորից եմ ասում, Նիկոլ, տղա ես, այդ որ 3 վայրկյանը մեկ պարանոիդալ ձևով գրում ես պատրաստ եմ ստորագրել, պատրաստ եմ ստորագրել, բա մի հատ հրապարակի այդ տեքստը, մի հատ տենանք, այդ տեքստի մեջ կա արդյոք ռազմագերիների վերադարձ, այդ տեքստի մեջ
խաղաղության իբր պայմանագրի կա արդյոք արցախցիների վերադարձ, այդ տեքստի մեջ մի հատ հրապարակի տեսնանք, կա արդյոք, որ Ադրբեջանը պարտավոր է լքել 2021 թվականի մայիսի 12-ից օկուպացված հայկական տարածքները իշխանասարում, Սև լճում, Տավուշում, Ջերմուկում, իհարկե չկա, եւ դրա համար դու այդ տեքստը չես հրապարակում, եւ դրա համար Գերմանիայի արտաքին գործերի նախարարը ողջունեց քեզ, ասելով, որ Հայաստանի իշխանությունը ունեցավ համարձակություն գնալով համարձակ զիջումների, եւ դրա համար Ալիևը հայտարարեց, որ խաղաղության այս տեքստը կազմված է բացառապես մեր օրակարգով, եւ դրա համար վերջերս Թուրքիայի իշխող կուսակցության փոխնախագահը հայտարարեց, չի լինելու Հայաստանի հետ հարաբերությունների որևէ բարելավում, մինչև Հայաստանը չկատարի Ադրբեջանի բոլոր, կրկնում եմ, բոլոր պահանջները եւ ի դեպ խաղաղության այսպես կոչված իսկ իրականում Հայաստանի վերջնական կապիտուլյացիայի, Հայաստանի մահվան թղթի այդ փաստաթղթում, որը դու պատրաստ ես րոպե առաջ ստորագրել, ինչպես ասեցի, բառ անգամ չկա հայ ռազմագերիների մասին, այն դեպքում, երբ որ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը հայտարարություն է անում եւ ասում է խաղաղության տեքստը ստորագրելուց առաջ Ադրբեջանը պիտի ազատի բոլոր բանտարկյալներին, պատկերացնում եք, ասում է Թրամփի խորհրդականը, մինչդեռ Նիկոլ Փաշինյանի իբր բանակցած տեքստում որևէ բառ անգամ չկա մեր ռազմագերիների վերադարձի մասին, այն դեպքում, երբ որ նույն Զելենսկին մեկ պայման էր դրել առաջին Թրամփի առաջ Ռուսաստանի հետ բանակցելուց, որ բանակցությունների առաջի կետը պիտի լինի ռազմագերիների վերադարձը եւ երեք մենք տեսանք, որ առաջի փուլը փոխանակման ռազմագերի 175-ը ուկրաինական կողմից, 175-ը փոխանակվեցին, ինչպես նաեւ Ռուսաստանը վերադարձրեց ծանր վիրավորում ստացած ուկրաինացիներին, ահա այսպիսին է լինում երկրի ղեկավարը Նիկոլ, որը դու չես, եւ հիմա ինչքան էլ ուզում ես ստորացի, ինչքան էլ ուզում ես մուրա նստել ես Ալիևից թուղթ ես մուրում, չի ստորագրելու եւ այս նոր էսկալացիա, նոր պատերազմը, որը լինելու է, որովհետև Ադրբեջանը կազուս բելի է ստեղծում ամեն օր ֆեյք տեղեկատվություն տարածելով, որ հայկական կողմը խախտում է հրադադարը եւ կստանա արժանի հակահարված, դրա մեղավորությունը հերթական անգամ լինելու է քո վրա, որտեղ դու այնպես ես քո բոլոր ավիշներով կարչել վարչապետի աթոռին, որ թույլ չես տալիս, որ մենք հնարավորություն ունենանք փոխել բանակցողին եւ փրկել Հայաստանի Հանրապետությունից այն, ինչ դեռ հնարավոր է փրկել։ Եվ ոչ թե դու ինչպես նախորդին ասել ես քո կնոջ կրթական դասընթացներում մեր հայրենիքը Հայաստանն է եղել, պետությունը Թուրքիան, մենք քեզ թույլ չենք տալու, որ դու Հայաստանը դարձնես Թուրքիայի վիլայետ, ինչքան էլ դու հասկանում ես, որ այսօր դու երկու փրկողակ ունես ընդամենը, դա Ալիևն է եւ ամենակարևորը դա Էրդողանն է։ Եվ փոխհատուցման խնդրի մասին ուրեմն խոսեցի եւ ուզում եմ խոսել նաեւ մեզ համար մի ամոթալի, մի խայտարակ երևույթի մասին, դուք տեսաք սիրելի հայրենակիցներ, որ մի քանի օր առաջ մեր, ձեր, իմ, ձեր հարկատուների մեր գումարների հաշվին Հայաստանի կառավարության հրավերով, որովհետև հայտարարվեց, որ Հայաստանի կառավարությունն է թուրք 10 լրագրողի հրավիրել Հայաստան, այստեղ հյուրընկալել են, Նիկոլ Փաշինյանը նրանց հարցազրույց է տվել, որից հետո նրանք գնացել են ցեղասպանության հուշահամալիրի մոտ եւ սկսել են անարգել
1.5 միլիոն զոհերի հեշատակը, նրանք կանգնել են Երևանի կենտրոնում եւ ասել են Երևանը դա պատմական թուրքական քաղաք է, նրանք իրենց հրապարակումները սկսել են Օլդու Փաշինյան ձեր առնոցիներով, այսինքն բերել ես մեր հաշվին Նիկոլ թուրք լամուկների, որոնք գնացել են իրենց երկրներում եւ իրենց բոլոր հրապարակումները սկսվել է Օլդու Փաշինյան ձեր առնոցիով եւ այս ամենը տեղի ունեցել սիրելի հարկատուներ մեր գումարների հաշվին եւ ավելին հիշում եք չէ ինչը ասեց թուրք լրագրողներին ասելա գիտեք ամենաշատ լայքը իմ էջում հավաքել է իմ ու Էրդողանի նկարը իրան թվում էր որ սենց քծնելով թուրք լրագրողներին կարողանալու է հասնել նրան, որ Թուրքիան ճնշում գործադրի, Էրդողանը ճնշում գործադրի Ալիևի վրա, որպիսի Ալիևը Նիկոլի հետ ստորագրի խաղաղության պայմանագիր եւ, ինչպես ասում են, ֆիգ Թուրքիայի իշխող կուսակցության փոխնախագահը հայտարարեց չի ստորագրելու Ադրբեջանը որևէ պայմանագիր, միջև Հայաստանը չկատարի Ադրբեջանի բոլոր, ես կրկնում եմ բոլոր պահանջները, հասկանում եք ես քաջ նազարիզմ, այստեղ ես ցիտում եմ Ռուբեն Վարդանյանին, որտեղ Ռուբեն Վարդանյանի վերջի ձայնային ուղերձում ինքը Նիկոլ Փաշինյանին համարել էր քաջ նազար եւ ասել էր, որ այդ քաջ նազարը մեղավոր չի, որ այսօր իշխանությանը եւ կործանում է երկիրը, մենք ենք մեղավոր, որովհետեւ մենք բոլորս ենք գնացել եւ ընտրել այդ քաջ նազարին Սա այս մասով հա եւ մի բան էլ հա այս թուրքական կոնտեքստով հիշում եք չէ որ 1 տարի առաջ հենց այս եթերում եւ ես ասեցի գալու է այն օրը երբ որ Սողոմոն Թեյլերյանին նվիրված միջոցառումները թույլ չեն տանելու անել եւ ինչ որ մի պահի Հայաստանում որտեղ կա տեղադրված Սողոմոն Թեյլերյանի արձան հանելու են եւ ահա Սողոմոն Թեյլերյանի կողմից Թալիաթ Փաշային սատկացնելու օրը Մարալիկում, որտեղ տեղադրված է Սողոմոն Թեհլերյանի արձանը, մեր հայրենակիցները ցանկացել են միջոցառում անել, բայց ինչպես արդեն հասկացաք, Հայաստանի իշխանությունները տեղի պուճուրիկ պստլիկ չինովնիկներին Մարալիկի եւ Մարզի հանձնարարել են, որ թույլ չտալ Սողոմոն Թեհլերյանին նվիրված միջոցառում անել այն Թեհլերյանին, որին դատարանը արդարացրել է վիժվածք Թալիաթին սատկացնելու համար եւ այսպես պատրաստվեք որ շատ մոտ ժամանակում Հայաստանում որտեղ կա Թեյլերյանի արձան, որտեղ կա Գարեգին Նժդեհի արձան, որտեղ կա Մոնթեի արձան, որտեղ կա Վազգեն Սարգսյանի բոլորը եւ բոլորը Թուրքիայի հրահանգով հանվելու են, բայց անգամ դրանից հետո Նիկոլ Փաշինյանը չի ստանալու այն թուղթը, որի վրա գրված է խաղաղություն, որ այդ թուղթը ընտրությունների ժամանակ ուտացնի իր ընտրողներին եւ ասի տեսեք, ես բերել եմ խաղաղություն, որպիսի ձեր որդիները չմեռնեն, ձեր որդիները, մեր որդիները զոհվել են եւ զոհվելու են ամեն օր, քանի դեռ կա Նիկոլը, որտեւ Նիկոլը 3 պատերազմ է բերել 7 տարվա ընթացքում եւ ցավոք սրտի դատելով Ադրբեջանի ռազմական հրետորաբանությունից, դատելով են զորաշարժից, որ հիմա Ադրբեջանը անում է իր զորքերի հետ, դատելով 2 օր առաջ Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությունից, որ նոր զորակոչ ենք սկսում, ովքեր նաև դիմելով կամավորներին, որ կամավորները կարող են գալ եւ հաշվառվել, Նիկոլը բերելու է նաեւ այս 7 տարվա մեջ 4-րդ արյունահեղ պատերազմը, որը արժանանալու է հերթական մեր որդիների զոհերը եւ արժանանալու է հերթական տարածքային կորուստներին, իսկ հիմա վերադառնանք տարածքային կորուստներին, արդեն իսկ տեղեկատվություն կա, որ առաջիկայում հանձնվելու է
ոսկեպարը, այնտեղ արդեն ականազերծման աշխատանքներ են կատարվում, հանձնվելու է Տիգրանաշենը, իդեպ Տիգրանաշենի հարցը, ինչպես հրապարակել էր մամուլը հանձնելու վերջին ԿՊՆ-ում քննարկվել է եւ ըստ լրատվամիջոցի Նիկոլ Փաշինյանը թիմակիցներին տեղեկացրել է, որ տարբերակ չունենք, Տիգրանաշենն էլ պիտի հանձնենք, այն որ ասում էին դե ոսկեպարը կտանք, բերքաբերի, չգիտեմ ինչքան հեկտար հողերը կտան, Ադրբեջանը հայտարարել է, որ ինքը Հայաստանին տալու ոչինչ չունի, իսկ դուք պատկերացնում եք ոսկեպարի հանձնելուց հետո մեր գազամուղը, մագիստրալը հիմնական Հայաստան-Վրաստան, որ սնայպերների թիրախի տակ է գտնվելու, դուք միանգամայն ճիշտ եք, գտնվելու է ադրբեջանական ուղիղ նշանակետի տակ։ Սա էլ էս մասով եւ մի քանի նաեւ այլ խնդիրներ ունեմ սոցիալական ոլորտի, այնքան էլ սոցիալական չի, այս մարդը մեր երկրի պետական պարտքը հասցրեց 13 միլիարդ դոլարի եւ դա բավական չէ, մարտի 12-ին Նիկոլ Փաշինյանը թողարկել է 750 միլիոն դոլարի եվրո պարտատոմսեր, այսինքն եւս 750 միլիոն դոլարով ավելացրել է Հայաստանի պետական պարտքը, իդեպ, եթե միջև այդ պետական պարտքի մարման տոկոսները մինչև 5% էին, ապա այս եվրոբոնդերի մարման տոկոսը արդեն 7.1% է մարման, որովհետև Հայաստանը այլևս համարվում է ռիսկային երկիր վարկերի մարման առումով եւ եթե մենք նայում ենք բյուջեի ծախսերից, զարհուրելի թիվ եմ ասում, առաջի տեղում պաշտպանականն է, երկրորդ տեղում սոցիալական ծախսերն են, երրորդ տեղում ինչ եք կարծում, որ ծախսերն են, որ մեր սերունդների վզին դրված է, այո, Նիկոլի վերցրած պարտքերի մարման տոկոսներն է երրորդ տեղում, որ մեր բյուջեից գնում է, իսկ սա նշանակում է, ես տնտեսագետ չեմ, բայց ցիտում եմ լրջագույն տնտեսագետների, որոնց հետ զրուցել եմ, սա նշանակում է, որ երկրի տնտեսությունը ուղղակիորեն փլուզված է եւ սա նշանակում է, որ այս քերելը, որ Նիկոլ Փաշինյանը անում է, այս հայտարարագրերը, որ հայտարարագրեք, բերեք, մուծեք եւ նաեւ հիմա օրենքի նախագիծ բերեց քաղաքային տրանսպորտում ով չվճարի 15000 պիտի տուգանվի, ավելին մի խայտարակ նախագիծ է շրջանառել արդարադատության նախարարությունը, ժողովուրդ ուշադիր լսեք այս նախագծի վտանգավորությունը։ Այսինքն, եթե ձեզ պարեկը կանգնացնում է, կամ ունեք որևէ տնտեսություն, ձեր տնտեսության վրա պեկը բերում է եւ որոշակի տուգանք է դնում, եթե նախկինում դուք վիճարկում էիք դատարանում եւ տուգանքը վճարում էիք միայն դատարանի վճռից հետո, հիմա տուգանքը դրեց, ասեց 50 միլիոն տուգանվում ես, տեղում տուգանքը պիտի վճարես, հետո դատի տաս, դատը դեռ կարող է տևի մի քանի տարի եւ մի քանի տարի հետո եթե դատարանը որոշի որ քեզ սխալ է տուգանել պեկը կամ քեզ պարեկը սխալ է տուգանել այդ ժամանակ նոր քո գումարը իհարկե բանկային պահումները հանած կվերադարձնեն քեզ իսկ գիտեք սա ինչի համար է արվում որովհետեւ բյուջեում փող չկա եւ այն Նիկոլը որը ասում էր քաղաքացին տուգանքի մատերիալ չի քաղաքացին քերթելու մատերիալ չի այսօր քաղաքացին դարձել է տուգանքի եւ քերթելու ամենամեծ մատերիալը եւ հիմա ես նաեւ մի խնդրի եմ ուզում անդրադառնալ որը զարհուրելի է պատկերացնում եք որևէ իշխանության ժամանակ այսպիսի բան լիներ, ես սա ասում եմ, որովհետև ամեն մի մահին քրեակատարողական հիմնարկում ամեն մի չեպեին ես տեղյակ եմ եղել որպես Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահ եւ որպես Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ 2024 թվականին մենք քրեակատարողական հիմնարկում ունեցել ենք 38 մահվան դեպք
ինքնասպանություններ, հիվանդություններ, տարին նոր է սկսել ժողովուրդ, տարին նոր է սկսել արդեն քրեակատարողական հիմնարկներում, բերդերում ունենք մահվան 6 դեպք, որից 4-ը ինքնասպանություն։ Այն ժամանակ մի դեպք լինում էր, մի դեպք, մահվան դեպք, կամ կալանավորը իրան, չգիտեմ, վնասում էր, կամ, չգիտեմ, մեխում էր ոտքը հատակին, ամբողջ ուրեմն կառավարությունը մենք ցնցում էինք, մի դեպք անգամ մեզ համար դառնում էր կատաստրոֆա։ Ես վստահ եմ, որ այս ուղիղ եթերը լսում են բազմաթիվ նաև նախկին կալանավորներ, ովքեր գիտեն, որ մի դեպքի համար մի հատ ինքնավնասում էր կալանավորը իրեն, ես ամեն ինչ անում էի դեպքերը կանխելու համար։ Մեկ տարվա մեջ 38 մահվան դեպք ունենք Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում, արդարադատության նախարարը, ինչ որ չգիտեմ իրան դրելա գլամուր ծիտիկի տեղ, այն ինչ որ սենց սեթևեթում է, ինչ որ սենց լրագրողների հարցերին ծպացնում է, ճպցնում է, իսկ այն քրեակատարողականի պետ ինչ որ մի հատ անհասկանալի կնոջ են նշանակել, որը տիկին, դու հասկանում ես, դու ինչի ես քրեակատարողականի պետ, դու հասկանում ես, որ մի մահվան դեպքի անգամ դու պիտի հրաժարական տաս, արդարադատության քո նախարարի ձեռքը բռնած, հասկանում եք սա ինչ է նշանակում, եւ նաեւ ահազանգել են ծնողները ինձ, որ երեխաներին էլ չեն նայում, ինչ վիճակը, առողջական վիճակը, երեխաներ կան, որոնք ինսուլինակախվածություն ունեն, բարձր շաքար ունեն, բոլորին պագալովնը, հիվանդ, առողջ, բոլորին զորակոչում են, բոլորին զորակոչում։ Պաշտպանության նախարար, այդ որ գնում ես Գյումրի, զբաղված ես Գյումրիում ընտրական գործընթացներով, մի հատ նայի թես ինչ է կատարվում, որ հիվանդ երեխեքին չտանեն բանակ, որ բարձանան դիրքեր, թոքաբոր բնգնեն, բերեն մեռնեն, 19 տարեկան ջահելի դիակը տակմոր ձեռքը ասեք, դե ինչ անենք, թոքաբոր բնգավ մեռավ։ Լավ, ես դուք ինչ աղետ եք, լավ, ես ինչ անեցք եք դուք, որ այսպես եկաք, նաև այո, ցավոք սրտի մեզանից շատերի մեղքով եւ ուղղակիորեն վերջացնում եք մեր երկիրը, ուղղակիորեն երկիրը տանում եք կործանման։ Հա, նաև ուզում եմ անդրադառնալ, քանի որ խոսեցինք, որ Նիկոլ Փաշինյանը իր ամբողջ արսենալը կուտակել է Գյումրիում, որպիսի կարողանան իրանց սարիկին անցկացնել։ Ես հիմա դիմում եմ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին, պարոն Ղուկասյան, կարծում եմ տեղյակ եք, որ երեք Նիկոլի ֆեյքերի գլխավոր կոորդինատորներից մեկը Ոմն Չախոյան ձեզ անվանել է տավարապետ, տավարապետ, դուք պատկերացնում եք, սիրելի հայրենակիցներ, մենք մեզ թույլ տայինք մեր քաղաքական ընդդիմախոսներին անվանել անասուն, անվանել, ինչ ասեմ, ոչխարապետ, անվանել նախրապետ, ինչ կանեին մեզ, կասեին հլի մի հատ Նաիրա Զոհրաբյանի լեքսիկոնը նայեք, հլը մի հատ այս մյուսի լեքսիկոնը նայեք, այսինքն Նիկոլի ասածը այն է, որ մեր սարիկը, որ առաջադրվել է, որևէ մեկը իրավունք չունեք առաջադրվելու, դրա համար գնաց Գյումրի մնացած թեկնածուներին ասեց առնետ, ասեց կռիս եւ ասեց ես բոլոր կռիսներին նորից մտցնելու եմ իրենց բունը։ Ես հիմա դիմում եմ Գյումրու մեր սարիկին, ձեր սարիկին հանած մնացած թեկնածուներին եւ այն եվրո երևույթին էլ հանած, որը Նիկոլի attach ֆայլն է, կից ֆայլն է բնականաբար, դիմում եմ իմ ընկեր Ռուբեն Մխիթարյանին, իմ ընկեր Մարտուն Գրիգորյանին, դիմում եմ Վարդան Ղուկասյանին, բոլոր մյուսներին, ովքեր երբևէ Սարիկ Մինասյանի, այսինքն ԿՊ-ի հետ չեն գնալու համագործակցության եւ չեն կազմելու կոալիցիա։ Դուք բոլոր հնարավորությունները ունեք միավորվելու, մի կողմ դրեք նախկինում ձեր մեջ եղած բոլոր տարաձայնությունները։ Եթե ձեզ համար շատ ավելի կարևոր է երկիրը, շատ ավելի կարևոր է հայրենիքը, որ ինչպես Նիկոլն է ասում, մեր պետությունը եղել է Թուրքիան եւ հիմա ինքը եկել է, որ նորից մեզ սարքի
Թուրքիայի վիլայետ, եթե դա չեք ուզում, մի կողմ դրեք նախկենում ձեր միջև ինչ ա եղել, միավորվեք մեկ գաղափարի շուրջ, որովհետև շատ կարևոր է Նիկոլի վերջակետը դնել Գյումրիում, որտև Հայաստանի կործանումը 2018 թվականին Նիկոլը սկսեց Գյումրիից։ Տիկին Զորաբե եւ Այո։ Գյումրիին անդրադարձել։ Կապսոն դուք եք ասել ֆայտոնչուն։ Ում? Մարդ, ֆայտոն Արմեն Գրիգորյանի դեմ է։ Այո, հա, ուրեմն անկեղծ ասած Կապսոն դեռ չեք հասցրել ծանոթանալ, ինքը Ռուբեն Մելիքյանին է մեղադրել այս ֆայտոնչին, Արմեն Գրիգորյանի մահվան մեջ, մի հատ ես խնդրեմ ես ամեն հետ կապված։ Այսինքն ինքն է Ռուբեն Մելիքյանին մեղադրել։ Մելիքյանը մեկ է դեռ չեք հասցրել ծանոթանալ, Մելիքյանը մեքենայից լայվ է արել, շուտով կծանոթանանք, բայց ըստ էության սա այն մարդն է, որ Արմեն Գրիգորյանին հասցրեց մահվան։ Ուրեմն ես ճիշտ եմ, չէ, հիշում եմ մարդներ, որ ասում էր եթե այդ մարդներ ինձ անկեղծ ասած մի պահ թվաց թե հումոր է անում, բայց հետո ասեցին հումոր չի, որ ասում էր չի լինի Նիկոլը, չի լինի Հայաստանը։ Հույս ունեմ մենք այդ նույն մարդու մասին ենք խոսում, նախկին ինչ որ դերասան։ Նախկին ինչ որ դեր Այո, ուրեմն այդ մարդը պատկերացնում եք մի մարդ ում դանոսով դատարանի դահլիճում ըստ էության սպանվեց Արմեն Գրիգորյանը։ Մարդ ով ասում է չի լինի Նիկոլը, չի լինի Հայաստան, հիմա Մելիքյան Ռուբենին մեղադրում է Արմեն Գրիգորյանի մահվան մեջ։ Գիտեք, ես ոչ մի բանի վրա, ոչ մի զավեշտի վրա ասում եմ քո դանոսով, քո նման մի քանի գյումրեցիների դանոսով եւ մի քանի արարատցիների ու արտաշատցիների դանոսով, այն բանի համար, որ Նիկոլը ասել էր, որ ինձ ասում են թուրք, ես դա վիրավորանք չեմ ընդունում։ Դուք դանոս գրեցիք եւ այն ինչ որ Ջուլհակյան, ինչան էր, Արուսյակ, այդ չէ Ջուլհակյանը падգամավոր է, այդ դատավոր է Արմենի այն կինը, որ հիմա Այո, խամերի վրա թարած Արուսյակ, կներեք, Արուսյակ Ալեքսանյանն էլ, որ ինքը իրան ասում էր, ես կալանքի թագուհի եմ, կալանեց Արմենին եւ դատարանի դահլիճում իմ աչքի առաջ, Արմենը մահացել է իմ աչքի առաջ, երբ որ ես մտա դատարանի դահլիճ, այս օթային համբյուր ուղարկեց Արմենը ինձ եւ հետո ես հաշվեցի միջև Արմենի սիրտը կանգնելը, անցավ 50 վայրկյան եւ այս երևույթը, որ ասում է չկա, չի լինի Նիկոլ, չի լինի Հայաստան, ես չգիտեմ, միգուցե դատական դու դատարանի առջև չտաս պատասխանատվություն, բայց միևնույն է բոլոր նրանք, ովքեր դանոս գրեցին եւ սպանեցին Արմեն Գրիգորյանին, սպանեցին պայծառ եւ հայրենասեր այդ տղային Աստծո առաջ դուք անպայմանորեն պատասխան տալու եք, որտեվ Նիկոլա նմանները, ձեր նմանները ամեն ինչի հետ կարան պայմանավորվեն, կարան մարդ առնեն, կարան մարդ գնեն, կարան ընդդիմադիրներ կալանավորեն, կարան իդիոտ քրեական գործեր հարուցեն, ոնց որ հիմա նույն Տարոն Մարգարյանի նորից 3-րդ նախագահի դեմ կարան կալանքի տակ շարունակեն հավերժ պահել Արմեն Աշոտյանին, բայց մի բանի հետ դուք չեք կարող պայմանավորվել, դա բումերանգն է եւ այդ բումերանգը դաժանությամբ ձեր բոլորի մրթին խփելու է։ Ես դա ձեզ